Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների, հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am։ Պարոն Հովհաննիսյան, հարցս ձեզ եմ ուղղում, ի վերջո այս եկեղեցի, մայրաթոր, իշխանություն հակամարտությունը այդպես էլ չի հանգուցալուծում, դուք ինչպես եք տեսնում այդ հանգուցալուծման հնարավորություն տեսնում եք, որ ի վերջո տետատետ հանդիպում տեղի ունենա Նիկոլ Փաշինյանի եւ վեհափառի միջև եւ որպես իշխանական падգամավոր կցանկանայի նաեւ ձեր գնահատականը հնչեցնեք, արդյոք դատապարտելի էր այն տեսանյութերը, որոնք վերագրվում էին Արշակ Սրբազանին, որոնք տարածվեցին տարբեր աղբյուրներով, արդյոք այդ անկախ թե ում կողմից է դա տարածվել, թող իրավապահները դա պարզեն, բայց արդյոք դատապարտելի է այդ երևույթը ձեր կողմից, շնորհակալություն։ Վերջից սկսեմ, միանշանակ դատապարտելի է եւ մարդու անձնական կյանք ներխուժելը նման ձևով եղկելի եւ դատապարտելի է։ Ինչ վերաբերվում է ձեր հարցին իշխանություն եկեղեցի ձևակերպման մասով, չկա իշխանություն եկեղեցի կամ պետություն եկեղեցի հակամարտություն եւ հակացություն, խնդիր կա, ուրեմն հայ առաքելական Սուրբ եկեղեցու, ուրեմն բարձրաստիճան եկեղեցականների, Կտրիչ Ներսիսյանի, ուրեմն հետ, որոնք ուրեմն խախտել են իրենց Աստծուն տված ուխտը։ Եվ սրա մասին է խոսքը եղել ի սկզբանե, եւ սրա շուրջա ուրեմն խնդիր է, որ գոյություն ունի, եւ ձևակերպումը մեզ համար ընդունելի չի, պետություն եկեղեցի, եկեղեցու հետ մենք խնդիր չունենք, մենք ունենք խնդիր, արդեն նշեցի Կտրիչ Ներսիսյանի եւ նրա շրջապատի հետ, որոնք ըստ էության իրենց վարքագծով նսեմացնում են ուրեմն ամեն հնարավոր արժեք։ Եվ մեր ասելիքը սրա մասին է, եւ վարչապետը ես կարծում եմ շատ մանրամասն խոսել է, բազմիցս արդեն խոսել է գործողությունների հաջորդականության մասին, ձևի մասին, ինչպես մենք պետքա ուրեմն հոգևոր իշխանությունը վերադարձնենք ժողովրդին, եւ ամեն բան լինելու է ուրեմն եղբայրական մթնոլորտում, եւ վարչապետը ըստ էության արդեն ասել է, որ առաջնորդելու է այս շարժումը, ուրեմն նաեւ խորհրդակցություններ է կազմակերպում վարչապետն ընթացքում եւ այս դրամաբանության մեջ է լինելու եւ ես խնդրում եմ, որ մենք չվերնագրենք գործընթացը որպես իշխանություն եկեղեցի հակասություն կամ պետություն եկեղեցի հակասություն, որովհետեւ այդպիսի հակասություն ուղղակիորեն չկա։ Իսկ երկխոսությունը դուք հնարավոր չեք համարում վեհափառի եւ վարչապետի միջև։ Դա մեծապես կախված է Կտրիչ Ներսիսյանի պահվածքից եւ մյուս հոգեվորականների պահվածքից, բայց կարծում եմ, որ հասցեատերը ձեր հարցադրման ես չեմ, ամեն դեպքում քաղաքականության մեջ եւ կյանքում առասարակ ոչինչ բացառել չի կարելի։ Պահվածք ինչ նկատի ունեք, պարզաբանեք։ Պահվածքն են նկատի ունեմ, որ կուսակրոնության ուխտը խախտած հոգեվորականները պետքա հեռանան եկեղեցուց եւ վերջ։ Սրան այլ ընտրանք չի կարող լինել։ Այսինքն երկխոսություն չի կարող լինել նրա մասին, որ կուսակրոնության ուխտը խախտած որևէ հոգեվորական պետքա շարունակի իր ծառայությունը եւ մենք որպես հավատավոր ժողովուրդ հաշտ լինենք դրա հետ։ Նման երկխոսություն չի կարող ուղղակի լինել։ Շնորհակալ։ Երկխոսություն ապա միայն իր հեռացման մասին։ Այո։ TV 5 Պարոն Հովհաննիսյան, իսկ դուք հաշտ եք այն մտքի հետ, որ օրինակ Ստեփան Ասատրյանի եղբայրը, որը նույնպես արկավակ է, Կիրակի օրինակ քայլում էր վեհափառի հետևից, ոչ թե եկել էր, ինչպես շատերն են պնդում, այդ կեղծ պատարագին։ Այս հակասությունը ընտանիքի անդամների, եղբայրների միջև ձեզ չի մտահոգում։ Որտեղ իսկապես յուրաքանչյուր մարդ ազատ է իր ընտրության մեջ, Տեր Արամը Հովանավանքում պատարագ է մատուցել նախորդ Կիրակի, մեր հավատավոր ժողովուրդը դուք տեսաք որ այցելել էր այդ պատարագին եւ այս Կիրակի էլ վստահաբար բազմահազար քաղաքացիներ այցելելու են Հովանավանք։ Շնորհակալ։ Իդեպ տեղեկությունները, որ բավականին դժգոհություն է եղել մարդկանց քանակից, որտեղ օրինակ հենց Հովանավանում 3000 բնակչություն կա, բայց հաշվարկներով մոտավորապես 2000 մարդ էր մասնակցում եւ այդ ավտոբուսներ կային, որ մարդկանց բերել էին եւ այլն, ակնհայտ երևում էր կադրերում, կա ներքին դժգոհություն այդ մասով, դուք ինչ տեղեկություններ ունեք։ Ներողություն, բայց տեղի է ունեցել եկեղեցում պատարագ եւ կարծում եմ պատարագի մասնակիցների թվի, այսինքն հաշվարկը որևէ մեկը չի արել, որ դժգոհ կամ գոհ լինի դրանից,
տեղի ունեցել պատարագ եւ մենք ականատես ենք այնտեղ եղել, որ հազարավոր քաղաքացիներ Հայաստանի տարբեր համայնքներից ինքնակամ եկել եւ մասնակցել են այդ պատարագին, ինչպես եւ այս Կիրակի են գալու։ Շնորհակալ եմ։ Դուք չեք մասնակցել եւ պարոն Վարդանյան դուք չեք եղել, չէ՞։ Ես այս Կիրակի չեմ մասնակցել, հաջորդող Կիրակի Ես եղել եմ Օղանավանքում եւ ասեմ ձեզ, ես Օղանավանքում հաճախ եմ լինում։ Կիրակի եղել եք։ Ես Կիրակի եղել եմ, այո, եւ մթնոլորտն եմ տեսել եւ տեսել եմ քարոզի որակը։ Ես մտածում եմ, որ սա այդուհանդերձ հավատավորների համար նախատեսված միջոցառում էր եւ պետական դերակատարությունը այստեղ չպետք է գերագնահատվի կամ դերագնահատվի, ըստ էության բոլոր անհրաժեշտ անվտանգային միջոցառումներն ապահովված էին, հաշվի առնելով այո Բարսասչյան պաշտոնատար անձանց ներկայությունը այնտեղ, մթնոլորտը շատ քրիստոնեական էր եւ շատ հավատավոր եւ նույնիսկ պատարագից հետո բավական երկար ժամանակ մարդիկ խոսում էին, զբոսնում էին, մտորում էին, նես որ ես այդ տեսանկյունից մեծ խնդիր չեմ տեսնում։ Ես ընդհանրապես համոզված եմ, որ հայ առաքելական եկեղեցին պետք է դառնա ոչ միայն մեր ինքնության մաս, ինքը շարունակելու է մնալ մեր ինքնության մաս, այլ նաև պետք է դառնա մեր հոգևոր կյանքի մաս, որովհետև գիտեք եկեղեցին սոս չպետք է դիտարկվի որպես քո ինքնությունը, հայ լինելու ինքնությունը միայն պահպանելու միջոց, այլ նաև հոգևոր դաշտ, հոգևոր միջավայր ձևավորելու միջոց։ Սա շատ կարևոր է, որպեսզի եկեղեցին չդառնա ֆորմալ ինչ-որ մի բան ընդգծելու համար քո հայ լինել, այն նաև հոգևոր դաշտը պետք է լսնի, որովհետև հոգևոր դաշտը նաև որոշակի առումով բարոյական փոխակերպման հնարավորություն է տալիս յուրաքանչյուրիս։ Օհանավանքը, որպես այդպեսին, շատ ուրույն տեղ է զբաղեցնում հայ եկեղեցիների եւ վանքերի շարքում, թե իր ճարտարապետական լուծումներով, թե այն հոգևոր արժեքներով, որոնք այնտեղ զետեղված են։ Այսքանը։ Երկու Պարոն Վարդանյան, դուք ասեցիք եղել եք Հովանավանքում եւ մթնոլորտը շատ քրիստոնեական էր, իսկ ծափերը, որոնք հնչում էին, նորմալ էր։ Ես ճիշտ ասած չգիտեմ Աստվածաշնչում, լավագույն գիտակը չեմ, ծափերը որպես այդպեսին դիտարկում են որպես մեղսավոր ինչ-որ մի բան, թե ոչ, կարծես թե սա անձի կողմից ոգևորություն կամ չգիտեմ, դրական արձական դրսևորելու միջոց է։ Իսկ քաղաքացու բերանը փակելը Ես ում հարցին եմ պատասխանում։ Տեսեք, ես պետք է ասեմ հետևյալը, դրվագը չեմ տեսել, լսել եմ դրվագի մասին, ինչ է տեղ ունեցել եկեղեցում եւ ինչ միջավայրում եւ ինչ գործողությունների արդյունքում դա տեղ ունեցել, իմ կարծիքով իրավական գնահատականների արդյունք պետք է դառնա։ Մենք չենք կարող ազգային ժողովում լինենք եւ օրենսդիր եւ դատախազական մարմին, չենք կարող լինել եւ օրենսդիր եւ գործադիր մարմին, չենք կարող լինենք եւ օրենսդիր եւ իրավապահ։ Ես հասկանում եմ խոսքը անդադ քաղաքական պատասխանատվության դաշտին է վերաբերում։ Մենք հստակ ասում ենք, ցանկացած ոչ սահմանադրական գործողություն պետք է դատապարտելի լինի։ Ցանկացած։ Հիմա տեսեք, ցանկացած գործողություն հակասահմանադրական պետք է դատապարտել լինի։ Ինչ վերաբերում է անձի իրավունքների խախտմանը, դա իրավական գործընթաց է ենթադրում, որի արդյունքում պետք է գնահատական տրվի։ Բայց հավատացնում եմ ձեզ, այդ գնահատականի տվողը ոչ ես եմ, ոչ էլ դուք, դրա համար ունենք հատուկ մարմիններ։ Եթե չլինի գնահատական, այդ դեպքում կարող խոսանք։ Հիմա մենք ասում եմ հետեւյալը, բոլոր հնարավոր դեպքերում մենք պետք է ապահովենք իրավիճակ, որ յուրաքանչյուր քաղաքացի եւ պաշտպանված գա իր իրավունքների տեսանկյունից եւ չխոչընդոտի այլ անձանց իրավունքների պաշտպանությանը։ Ֆակտորը է։ Շնորհակալություն էլի։ Գիտեք, Երուսաղեմում այդ Սուրբ Կրակի ի հայտ գալու արարողության ժամանակ տեղի ունենում նույն հոգեվորականների միջև, հավատավոր հոտի միջև, հավատավորների միջև բավականին լուրջ բախումներ։ Եվ չգիտես ինչի լրատվամիջոցներից ոչ ոք երբևիցե այդ հարցադրումները չի հնչեցրել, բայց սա եւս կներեք, սա եւս մի վարքյան, սա եւս հոգևոր կյանքի բաղկացիչ մասն է։ Իհարկե քրիստոնեական տեսանկյունից ցանկացած տեսակի բռնություն պետք է դատապարտել լինի, բայց կներեք մարդու իրավունքների համակարգը այնպեսին է, որ մենք ունենք
իրավունքներ, որոնցից շեղումը անթույլատրելի է սահմանադրությամբ եւ եվրոպական չափորոշիչներով իրավունքներ, որոնք կարող են սահմանափակվել այլոց իրավունքների պաշտպանության համար եւ իրավունքներ, որոնք ենթադրում են սահմանափակումներ, այսինքն մենք մի քիչ պետք է չբացարձականացնենք ցանկացած իրավունք։ Դրվագի հետ կապված ասում եմ հետեւյալը, մինչեւ բոլոր մանրամասները ի հայտ չգա, հստակ չլինի, իրավապահ մարմինները չեն կարող գնահատական տալ։ Իսկ իրավապահ մարմինների գործառույթ վերցնելը շատ անշնորհակալ գործ է, որովհետև եթե ես հիմա գնահատական տամ եւ իրավապահ մարմինները այլ գնահատական տան, դուք ասելու եք, կամ առաջին ուղղորդում եք իրավապահ մարմիններին, նման բաներ են լսել շատ դեպքերում, երկրորդը ասելու եք, իսկ դուք sense բան ասեցիք, իսկ իրավապահ մարմինները նման որոշում կայացրեցին, իրավապահ մարմինները, ինչպես մենք եւ դուք, Հայաստանի Հանրապետության հասարակության եւ պետական համակարգի մասն եւ իրենք պետք է իրենց գործառույթներն իրականացնեն առանց քաղաքական գնահատականների։ Սա նրանց գործառույթն է, այսքանը։